Օրհնեցեք Տիրոջը, որովհետև բարի է Սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայլուչ է օրհնաբանությունը։ Տերը վերաշինում է Հայաստանը և ժողովում է հայ ազգի ցրված որդիներին։ Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։ Նա հաշվում է աստղերը և նրանց բոլորին կանչում է իրենց անուններով։ Մեծ է մեր Տերը և շատ զորավոր, նրա իմաստությանը չափ չկա։ Տերը բարձրացնում է խեղճերին, ամբարիշտներին խոնարհեցնում է մինչև գետին։ Երգեցեք Տիրոջ գոհությամբ, քնարով Սաղմոս երգեցեք մեր Աստծուն, որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում։ Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։ Նա հաճություն չունի ձիուզորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդկանց սրունքները։ Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։ Ով Հայաստան, գովիր Տիրոջը, ով հայազգ, օրհներգիր քո Աստծուն, որովհետև նա ամրացնում է քո դռների նիգերը և օրհնում է քո որդիներին քո մեջ։ Նա խաղաղություն է տալիս քո սահմաններին և ընտիր ցորենով կշտացնում է քեզ։ Նա իր հրամանը ուղարկում է երկիր և նրա խոսքը վազում է իսկույն։ Նա բրդի պես ձյուն է տալիս և եղյամ է ցանում մոխրի պես։ Նա իր սառույցն է ուղարկում կտորտանքների պես։ Ով կարող է կանգնել նրա ցրտի առջև։ Նա ուղարկում է իր խոսքը և հալեցնում նրանց, փչել է տալիս իր քամին և ջրեր են վազում։ Նա իր խոսքը պատմում է հայ ազգին, իր հրամաններն ու իրավունքները ամբողջ Հայաստանի մեջ։ Ոչ մի ազգի համար այսպես չարեց և նրանք չեն ճանաչում նրա դատաստանները։ Ալելույա։ Սաղմոս 47